Բոլոր ելույթներին բնականաբար չեմ կարող ամբողջությամբ անդրադառնալ, քանի որ դրանցից շատերը կային քաղաքական հայտարարություններ, քաղաքական կոմպոնենտ պարունակող պնդումներ, դրանց բացարձակ չեմ պատրաստվում անդրադառնալ։ Իմ համար հասկանալի է, որ պաշտպանական կողմի խոսքը ուղղված է ոչ այնքան դատարանին, այլ այն ունկնդրին, ով այդ խոսքի ավարտից հետո ծափահարում է, եւ ընկալելի է իմ համար դա, բնականաբար օրենքը թույլատրում է մեղադրանքից պաշտպանվել օրենքով չարգելված ցանկացած եղանակով։ Հիմա անդրադառնամ պարոն Խուդոյանի բացարկի բուն միջնորդությանը, ըստ էության պարոն Խուդոյանը դիմեց մի հնագույն հնարքի, որը հին իրավունքում կոչվում էր սոփեստություն։ Մեջ բերվեց մեղադրական եզրակացությունից քննիչի կողմից այնտեղ ներառված հատվածը ձայնագրությունից, մեջ բերվեց զննության արձանագրությունից հատվածը, մեջ բերվեց նաև ամբողջ սահագրված տեքստը։ Ինչ էր տեղի ունեցել, քննիչը դիտարկելով վերաբերելի ձայնագրության մի մասը ներառել է եզրակացությունում այն մասը, որը գտել է վերաբերելի։ Այդ ամբողջ փաստաթղթերը այդ ձայնագրությունը վարույթին կցված են եւ տրամադրված են եղել ինչպես մեղադրյալներին, այնպես էլ նրանց պաշտպաններին։ Պարոն Խուդոյանը այս մասին արձանագրելով պնդում արեց, որ դա տեղի ունեցել կեղծիք եւ հետո սկսեց այդ կեղծիք բառը 10 քանի անգամ կրկնել։ Թեկուզ 1010 անգամ եթե կրկնվի, մի բանը որ կեղծ չէ, չի կարող կեղծ դառնալ։ Այսքան է այս կապակցությամբ, այստեղ կեղծիքի մասին ընդհանրապես խոսք չկա, մեջ բերում է կատարվել այն մասով, որքանով որ վերաբերելի է։ Անդրադառնալով պարոն Վարդևանյանի ելույթին, պետք է ընդգծեմ, որ arczepiskopos Գալստանյանի բարձր եկեղեցական աստիճանը հարգելով, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պարոն Գալստանյանը մեղադրվում է ոչ թե հոգևոր գործունեության, այլ աշխարհիկ արարքի համար, ենթադրյալ։ Եվ անընդունելի ու շատ տհաճ եմ համարում Սրբազանի բարձր հոգևոր աստիճանը շահարկել այս դատական նիստի դահլիճում եւ ինչ-որ փորձ անել ազդել այդ կերպ մեղադրողների վրա եւ հանրային կարծիք ստեղծել էմոցիոնալ դաշտում։ Խնդրում եմ նման վարկագծից ձեռան պահել։ Տիկին Հոնարչյանի օգտագործած ձևակերպումը, թե մեղադրողները ակնհայտ ընդգծված բացական վերաբերմունք ունեն մեղադրյալների նկատմամբ, պետք է հակադարձեն։ Ոչ լավ, ոչ բաց որևէ տեսակի վերաբերմունք հանրային մեղադրողներից ոչ մեկը որևէ մեղադրյալի նկատմամբ չունի։ Մեղադրողները կատարում են իրենց աշխատանքը այնպես, ինչպես ճիշտ են համարում եւ կարծում եմ, որ ինչպես նախատեսված է օրենքում։ Անդրադառնալով պատվարժան դատարան, ես համբերատար լսեցի յուրաքանչյուրի ելույթը բացառությամբ մեկ դեպքի, երբ համոզված էի, որ վերաբերելի չէր եւ որևէ ռեպլիկ թույլ չեմ տվել։ Ես չեմ պատրաստվում նիստերի դահլիճում գտնվող որևէ մեկին անձնապես հակադարձել, բայց խնդրում եմ թույլ չտալ, որպեսզի դահլիճից նման հայտարարություններ հատկապես վերջի հնչած արտահայտության նման հնչեն։ Ես չեմ պատրաստվում բանավեճի մեջ մտնել որևէ մեկի հետ։ Լրություն, մեկ վարքյան, լրություն, դատանը թույլ չի ուղղել, որպեսզի դուք ելույթ չկրկնվի։ Հարգելի պաշտպան, երբ որ պաշտպանական կողմը ելույթ էր ունենում, մեղադրանքի կողմը ընդհանրապես ձայն չի գանում եւ դատարանության մյուս մասնակիցներն էլ դատարանը լրություն, ուրեմն կարգ ու կանոն պահպանել դահլիճում։ Շարունակեք։ Անդրադառնալով պարոն Դավթյանի ելույթում հնչած, չնայած այդ բան ինչ-որ կարծում էի պետք էր ասեցի, բայց պարոն Դավթյան Մկրտիչ, դուք երևի չեք հիշում ինչ եք ասել նախորդ նիստի ժամանակ, դուք բացակ ներկայացրեցիք եւ ոչ թե մեղադրանքի կողմն է առարկել այն հիմքով, որ բացարկը գրավոր չէ, դա պաշտպաններից, եթե չեմ սխալվում, պարոն Նավասարդյան այդ մասին բարձրաձայնեց եւ հաղորդումը լրություն, ես եթե ասեցի մեկ վարքյան հարգելի մեղադրող, ուրեմն
տեղից որևէ մեկը չխոսի, որովհետև սա դատանի կողմից որպես խոչընդոտ բնականon աշխատանքը շարունակելու համար։ Դրությամբ հարգելով մյուս կողմի լսում ենք դիրքորոշումը։ Եվ նաև հավանաբար պաշտպանը մոռացել է, որ հաղորդումը, որը նա կարծում էր, որ ուղղված է հանցագործության մասին է, հենց կոնկրետ դատարանին է ուղղված։ Այսօր եւս մեկ պաշտպաններից մեկը Արգարժան դատարանին ուղղելով պարոն Բուդոյանի ասած տեքստը, այդպես որ խնդրում եմ, որպեսզի դատարանը սա համարի հանցագործության մասին հաղորդում։ Հարգելիներս, միայն պարոն Բուդոյանից անցյալ տարվանից, եթե չեմ սխալվում, մոտ 10 հաղորդում եմ ստացել եւ ուղարկել քննչական մարմնին կամ այլ կերպ ընթացքը լուծել։ Տեղներ գիտեք, ձևներ գիտեք, հաղորդում եք ուզում, տակ տվեք, դատարանում հաղորդում, դատարանը հաղորդում ընդունելու սուբյեկտ չէ։ Եթե գտնում եք, որ հանցագործություն է տեղի ունեցել, հաղորդում ներկայացրեք իրավասու մարմնին, ընթացքը կլուծվի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Ինչ վերաբերում է ըմբռնումով եմ մոտենում մեղադրյալների դժգոհությանը իրենց սահմանադրական իրավունքների միջամտության կապակցությամբ կրած դժվարությունների հետ կապված, բնականաբար որևէ մեկին երբևէ հաճելի չի կարող լինել, երբ խոզարկեն իր բնակարանը կամ կզրկեն կամ կսահմանափակեն ազատությունից։ Խնդիրն այն է, որ այդ միջամտությունները կատարվել են օրենքով սահմանված կարգով, սահմանադրությամբ եւ օրենքներին համապատասխան եւ իրավաչափ նպատակներով։ Ինչ վերաբերում է բուն միջնորդությանը բացարկի, պետք է նշեմ, որ ես այդպես էլ չնկատեցի թե միջնորդությունում, թե ելույթներում պատճառական կապը պաշտպանական կողմի բերած փաստարկների եւ քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաեւ դատական օրենսգիր սահմանադրական օրենքի համապատասխան նորմերում արկա հիմքերի միջև։ Եվ գտնում եմ, որ այդ հիմքերից որևէ մեկը այս պարագայում վերաբերելի չի կարող կիրառելի լինել, ինքս շահագրգիռ չեմ, որևէ կերպ աչառու չեմ այս վարույթով եւ գտնում եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը ընդհանրային մերժման։